Բարի լույս թանկագին բարեկամներ, ողջունում ենք ձեզ Հիսուս Քրիստոսի անունով։ Բարի լույս սիրելի քույր եղբայրներ, որպես նախաբան ուզում եմ Ֆիլիպպեցիս թղթերից հատված կարդալ, ուրեմն Պողոս առաքյալի կյանքը ինչքան ուսուցանող բաներ ունի մեզ, մեր համար մի շատ տագնապալի միտք, մահվան միտքը, ննջել ասվում Աստծո խոսքով, ավելի փափուկ ննջել, բայց Պողոս առաքյալը տեսեք ոնց է վերաբերվում այս մտքին։ Մնացել եմ երկու սրի արանքում։ Մի կողմից ցանկանում եմ դուրս գալ այս կյանքից, Քրիստոսի հետ լինել, որ անհամեմատ նախընտրելի է, բայց մյուս կողմից ձեր սիրո համար ավելի կարևոր եմ համարում մնալ այս կյանքի մեջ եւ համոզված եմ ու գիտեմ, որ պետք է մնամ ձեզ օգնելու համար, որ զարգանաք եւ առավել ուրախություն գտնեք ձեր հավատի մեջ։ Ուրեմն ինչ իրավիճակ է։ Երկու սրի արանքում, այս թարգմանության մեջ գրված է երկու սրի արանքում, մյուս թարգմանության մեջ գրված է երկու կողմից էլ նեղ տեղ եմ, փափագում եմ դուրս գալ, Քրիստոսին միանալ, որ նախընտրելի է դա իհարկե, բայց մյուս կողմից էլ ուզում եմ մնամ, որ ձեզ օգտակար լինեմ, երկու սուր, հետաքրքիր այս իրավիճակը, այդքան հեշտությամբ խոսել կյանքից դուրս գալու մասին, այդքան հեշտությամբ մտածել, մենք միշտ տագնապ ենք ունենում, վախեր, անկեղծ լինենք, մեզ զգացողությունը միշտ բերում է այդ զգացումները։ Մահվան վախը։ Բայց Պողոս առաքյալը այնքան հանգիստ, այնքան թեթև էր տանում։ Մի անգամ էլ կարդամ։ Մնացել եմ երկու սրի արանքում։ Մի կողմից ցանկանում եմ դուրս գալ այս կյանքից, Քրիստոսի հետ լինել, որ անհամեմատ նախընտրելի է, բայց մյուս կողմից ձեր սիրո համար ավելի կարևոր եմ համարում մնալ այս կյանքի մեջ եւ համոզված եմ ու գիտեմ, որ պետք է մնամ երկու անգամ ասում, ձեզ օգնելու համար, որ զարգանաք, առավել ուրախություն գտնեք ձեր հավատի մեջ։ Շատ գծեր կան մի անգամից, բայց առաջին հերթին ուզում եմ ընդգծեմ այդ սերը եղբայր քույրերի հանդեպ, որ հանուն այդ սիրո ուզում եմ մնամ, որ դուք պտուղ տաք, առավել աճեք ձեր հավատի մեջ։ Ասում ուրիշ տեղ ասում եմ գնալս ինձ է օգտակար, մնալս ձեզ։ Որովհետև ինձ համար կյանքը Քրիստոսն է, ուստի մեռնել նշանակում է շահել կյանքը։ Ամեն։ Իսկ դրա համար ինչ է պետք հանձնվել Տիրոջը եւ մենք երկը այսպես շղթայական ոնց որ հետաքրքիր թեմայի հետ կապված զարգացում է տալիս, քեզ եմ հանձնվում ամեն անպայման օրհնյալ փրկիչին, քեզ եմ հանձնվում։ Հանձնվում եմ քեզ Հիսուսին, տալիս օժար բոլոր, սիրում եմ քեզ, վստահում եմ, դու ես իմ կյանքն ամեն օր, հանձնվում եմ քեզ Հիսուսին, տալիս օժար կյանքս բոլոր, սիրում եմ քեզ, վստահում եմ, դու ես իմ կյանքն ամեն օր, քեզ եմ հանձնվում, քեզ եմ հանձնվում,
անպայման օրհնյալ Փրկիչին քեզ եմ հանձնվում հանձնվում եմ քեզ Փրկիչին ոտքի տալ չևեմ հաճույքն աշխարհի թողել եմ հանձնվում եմ քեզ իման քեզ եմ հանձնվում քեզ եմ հանձնվում անպայման օրհնյալ Փրկիչին քեզ եմ հանձնվում հանձնվում եմ քեզ Հիսուսին այսուհետ ես քոն եմ միայն սուրբ ներկայությամբ թող լեցվեմ գիտեմ իմ Փրկիչն ես դու քեզ եմ հանձնվում քեզ եմ հանձնվում անպայման օրհնյալ Փրկիչին քեզ եմ հանձնվում քեզ եմ հանձնվում քեզ եմ հանձնվում անպայման օրհնյալ Հիսուսին քեզ եմ հանձնվում մեր Աստված մեր Տեր փառք քեզ գոհություն քեզ ենք հանձնվում Տեր մեր սխալներով մեր թերություններով մեր սայթակումներով քեզ ենք հանձնվում խնդրելով աղաչելով որ այդ ամենից սրբես մաքրես սրբված եւ մաքրված աշխարհային փոշուց որի մեջ ստիպված ենք քայլել մաքրված ու սրբված կանգնենք քո առաջ մեր Տեր մեր Աստված եւ ասենք սա քո շնորհքն է սա քո շնորհն է որ մաքրված ենք որ սրբված ենք ու կանգնած ենք քո առաջ մեր Աստված մեր Տեր ամեն բարի դուրք ամեն լավը գեղեցիկը բարին կատարյալը քեզ մե է Տեր քոննա փառքն ու պատիվը մերն է երեսի ամոթը Տեր մեր Աստված մեր Տեր ամեն ամեն փառք Տիրոջը հրաշալի երգ է այս երգը իսկապես ուխտանորոգելու հանձնվելու նվիրական մեր այսօրվա թեման եւս հետաքրքիր թեմա է որ պետքա նորից անդրադառնանք մտածելու եւ խորհելու Գիտես ընդհանրապես մարդիկ երբեմն այսպիսի խոսքեր են ասում կարևորը Աստծուն հաճելի լինենք մնացածը հեչ Կարևորը Աստծո կարծիքն է մեր Աստծո կարծիքն է մեր մասին ճիշտ ավելի ճիշտ այտենց բայց մի քիչ համաձայն չեմ դրա հետ եւ հիմնվելով Աստծո խոսքից որովհետեւ հասարակության կարծիքն էլ է կարևոր ոչ թե որ դու ջանք թափես որ հասարակությունը գիտես մենք դրան կանրադառնանք ինչ ճանապարհով այսինքն մարդու տեսակետ կա որ
ինքը անպայման ուզում է որ հասարակության կարծիք իր մասին շատ լավ լինի եւ գնում է ծայրահեղ քայլերի։ Մենք պետք է այդ ոսկե միջինը, չէ՞ Գրիգոր, բռնենք, որովհետեւ Հիսուս ասաց, եթե մարդկանց երևալու համար եք անում, հա, դուք ձեր վարձքը ստացել եք։ Սա էլ մի հատ ուրիշ ծայրահեղություն է։ Եվ այդ ոսկե միջինը եւ մենք մի համար ենք ընտրել, որ պետք է ընթերցենք միասին եւ խորենք այդ համարի շուրջ։ Հռոմեացիս 14-րդ գլխի 17-րդ խոսքը։ Տեսեք ինչ է ասում Պողոս առաքյալը։ Որովհետև Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չէ, այլ արդարություն եւ խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով։ Վասնզի նա, որ սրանցում Քրիստոսին ծառայում է, Աստծուն հաճելի է եւ մարդկանց գովելի։ Միանգամից ուրիշ տեղ է տանում։ Ընդհանրապես մենք միանգամից խոսացել ենք, չէ՞, Աստծո արքայությունը ինչ է։ Օրինակ արդարություն, խաղաղություն եւ ուրախություն։ Բայց երբ որ մենք երկրորդ նախադասությունը չկարդանք, միայն օրինակ հենվենք այս խոսքին, մի տեսակ գիտես ինչ զգացողություն է, որ հավիտենական կյանքի մեջ սա պետքա լինի։ Արդարություն, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով։ Բայց երկրորդ տողը, երկրորդ նախադասությունը մեզ ուրիշ բան է հուշում, այսինքն այս երկրի վրա հասարակությունը ոչ թե միայն Աստծուն հաճելի ես դրանով, եթե դու դրանում ես, հա, այլ նաև մարդկանց գովելի ես դառնում։ Քո նպատակը այդ չի, որ դու մարդկանց գովելի լինես, բայց երբ որ քո նպատակը Աստծո արքայությունն է, սրանք տարբեր բաներ են, հա։ Դու շեշտը չես դնում, որ մարդկանց գովելին, դու շեշտը դնում ես Աստծո արքայության վրա։ Ինքնաբերաբար, հա, գովելի ես դառնում։ Այս սրա մասին կուզենք խոսալ եւ մի ձևով գիտես ինչ եմ զգում Գրիգոր ջան։ Եվ սիրելի ռադիոլսող բարեկամներ, որ հուշող բան ունի իր մեջ, այսինքն ժամանակ առ ժամանակ, երբ որ ուզում ես հասկանալ ով ես դու եւ ուր ես հասել հոգեվոր իրականության մեջ, երբեմն նաեւ հուշում է քո հանդեպ ունեցած մարդկանց կարծիքը քո մասին։ Դա էլ ինչ որ ձևով հուշող հատկություն ունի կամ այսպես ասած նշանը, հա, կարմիր լույսն է, որ վառվում է։ Ոնց են ասում։ Ցուցիչ, հա, այդ բառն է ուզում։ Դատչիկն է, այսինքն օրինակ Հիսուսին համար ինչ հետաքրքիր էր, չէ՞, հարց տվեց աշակերտներին։ Ինչ են ասում ինձ համար, ով եմ ես։ Ինքը հենց այնպես չասեց այդ խոսքը, հենց այնպես չասեց այդ խոսքը։ Այսինքն Հիսուսը նաև կարևորում էր մարդկանց կարծիքը իր մասին։ Մի ուրիշ տեղ Հիսուսի մասին գրում է, եւ նա մեծանում էր, Հիսուսը մեծանում էր Աստծո եւ մարդկանց արժեվ շնորհ գտնելով, այսինքն դա այնքան զուգահեռ է։ Ես էլ էի փնտրում, ճիշտ ասած ժամանակի սուղության պատճառով չգտա, բայց հաստատ կա այդ խոսքը եւ հենց այդպես է գրված է։ Եվ Հիսուսը մեծանում էր մարդկանց եւ Աստծո արժեվ շնորհ գտնելու, այսինքն սա մի տեսակ մեզ խորհելու առիթ է տալիս երևի բարեկամներ, երբեմն գիտես անտեսում ենք այդ երևույթը, այնքան խորը բան կա սրա ետևում թաքնված, հա, այնքան ծուռումուռ ճանապարհներ կարող ենք, այնքան հեշտ կարող ենք ծռել այս բացարձակ ճշմարտությունը, բայց երբ որ անկեղծ գանք լույսի առջև, երբ որ ուզենանք ուղիղ հասկանալ, հա, այս երևույթը սա մեզ շատ կօգնի, հա։ Սա կարող է տանի մեզ տարբեր խոսեցինք ծայրահեղությունների։ Երբեմն մարդ ասեցիք ուզում եմ նորից կրկնեմ։ Մարդու տեսակ կա, որ ասում է Տերը, կարևորը Տերը հավանի։ Մարդիկ կարևոր չեն։ Դա ծայրահեղություն է։ Կամ մյուս ծայրահեղությունը։ Մարդիկ իմ մասին լավ կարծիք ունենան։ Եվ ստեղ անտեսում է Աստծո կամքը մի ձևով, հա։ Մենք պետք է ոսկե միջինը բռնենք եւ սա ոսկե միջինը մեզ ուրեմն ոսկե միջինի այս ճանապարհը, հա, գործողությունը Աստծո արքայությունը ունենալն է մեր մեջ, արդարություն, խաղաղություն եւ ուրախություն։ Ամեն։
Հստակ կա գիծ, որ դեպքում էս անել, որ դեպքում են անել։ Ուրեմն Առաքյալն ասում է, երբ պարագան եկավ, Մարմնին եւ Արյանը հարցում չարեցի։ Սա նշանակում է ոչ միայն քո Մարմին, քո Արյանը, նաեւ շրջապատի կարծիքը ինձ համար նշանակություն չուներ այս կամ այն նվիրական քայլը անելու։ Այսինքն կա քայլեր, որ իրոք կարծիքը նշանակություն չունի։ Աստծո կարծիքը։ Գերագույն իմաստություն է պետք է, գերբնական։ 76-ական թվականներին, 78, երբ որ ես ընդունեցի, ապաշխարեցի, այն ժամանակ շատ ավելի սուր էր վիճակները։ Կարծես բոլորը իմ դեմ էին դուրս եկել։ Սկսած աշխատավայրից, այնտեղ կոմերցիական կազմակերպություն, թատրոն, միջև մայրս։ Ինձ համար գտան ամենաթանկ մարդուն, կնքամայրս։ Բերեցին, որ ինձ ասի հետ կանգնի այդ ճանապարհից, այդ ճանապարհը քեզ կործանման է տանում։ Նրանք բոլորը այդ կարծիքն ունեն, իմ ընկերները, հարազատները, մնացել էիր մենակ։ Կարծում եմ շատերին այդ թվից եկած հավատացյալներին պարզ այդ իրավիճակը հասկանալի է։ Բերում են ամենասիրելին, որի կարծիքը քո համար նշանակություն ունի, որը քեզ իրոք մեծ ամակ ունի քո կյանքում։ Բայց այսօրվա պես հիշում եմ, անկողնում է, թեքվեցի պատի կողմը, ու իրենք խոսում էին, բան դու ինձ էլ չես ճանաչի, դու վերջ, եթե ճանապարհից հետ չկանգնես։ Այդ դեպքում իմ որոշումը միանշանակ էր, Տեր, ով ինչ ուզում ասի, քո կարծիքն է իմ համար կարևոր։ Կան նման իրավիճակներ, բայց կա նաև իրավիճակ, որ գործում է այս օրենքը, սիրիր մերձավորիդ, եւ նրա կարծիքը այս կամ այն հարցում դու ուզես թե չուզես պիտի հաշվի նստես, որպեսզի մերձավորիդ ձեռք մեկնես, մերձավորիդ փրկես, մերձավորիդ ցույց տաս փրկության ճանապարհը, կյանքի իմաստը, այդ կարծիքը այս դեպքում արդեն նշանակություն ունի։ Նախաբանը մենք կարդացինք, Պողոս Առաքյալը շատ լավ ասում է, ես գնամ Հիսուսիս հետ, Հիսուսիս մոտ։ Բայց իմ մնալը ձեզ օգուտ է։ Գիտես Գրիգոր եղբայր, հենց խնդիրը սրանում է, ինչպես անես, որ թե միևնույն ժամանակ, այսինքն պատկերացնում ես ինչ է կատարվում, միևնույն ժամանակ թե հաճելի լինի Աստծուն քո կեցվածքը, ապրելակերպը, թե գովելի լինի մարդկանց։ Սա վարպետություն է, սա հանճար է, սա բայց կյանք է։ Բոլորս պետք է ընդունենք այս փաստը, որ առաջի հերթին հաճո լինի Աստծո։ Հենց այդպես է գրված է։ Եթե հաճո լինի Աստծո, գուցե այդ պահին գովելի չլինես այդ պահին, չհասկանան, բայց վերջի վերջո հասկանան, որ այդպես է պետք, որ դու ձգտում ես հաճո լինել Աստծուն։ Այսինքն այս պրիզմայով քո գործողությունները։ Այսինքն կոմպրոմիս չկա։ Գիտես, երբ որ դու տրվում ես արդարությանը, խաղաղության եւ ուրախությանը, հա, երբ որ դու քո սկզբունքայնության մեջ այս երեք կարևոր կետերը, սրանք նայեք, արդարություն, խաղաղություն եւ ուրախությունը սկզբունքայնություն է պահանջում։ Ինքը այդպես չի, որ այսօր արդար ես, վաղը կարաս արդար չլինես, հա։ Ինքը այդպես չի, որ այսօր ուրախ ես, վաղը կարաս ուրախ չլինես։ Քո ուրախությունը տրամադրությանդ հետ է կապված, կամ ստացվել չստացվելու հետ է կապված, հա, հաջողության կամ անհաջողության հետ է կապված։ Դրա մասին չի խոսքը։ Կամ քո սերը, հա, նորից քո զգացումներից կախված չի։ Դա հաստատուն հիմք է, ինքը հաստատված է, եւ Աստծո արքայությունը դրանով է որոշվում, ներողություն, սխալ բառ ասի, արտահայտվում։ Երբ որ մենք ասում ենք Աստծո արքայություն, այդ արքայությունը արտահայտվում է այս երեք կարևոր ուրեմն արժեքներով՝ արդարություն, խաղաղություն եւ ուրախություն։ Եվ երբ որ դու ունես սա քո մեջ, սա եւ հետաքրքիր է ասում Պողոս Առաքյալը, վասնզի նա որ սրանցում
Քրիստոսին ծառայում է, շատ նայեք, մենք ծառայություն բառը շատ սխալ հասկացողություն ունենք մենք ծառայության վերաբերյալ։ Ծառայությունը դա գործողություն չի, հա? Ինչ որ բան անել չանել չի Աստծո համար։ Ծառայություն դա ունենալն է, այս 3 կարևոր հատկանիշները։ Երբ որ դու ունես, դու արդեն ծառայում ես։ Դու արդեն ես արքայության մեջ։ Դու արդեն ես արքայության մի մասնիկը Աստծո, հա? Եվ սա համարվում է, հա? Սա համարվում է ծառայություն արդեն։ Իսկ գործողությունը դա այս ունենալու արդյունքն է, այս 3 կարևոր հատկանիշները ունենալու արդյունքն է եւ դրա համար հատկանիշները, որ դու ձեռք ես բերում, դա Աստծուն է հաճելի, իսկ գործողությունը մարդկանց գովելի։ Ինչ գեղեցիկ է, չէ՞։ Ամեն։ Դրա ավելի վատ տարբերակը կա։ Այս տարբերակը էլի ոչինչ, երբ ասում ես ինձ համար Աստծո կարծիքն է շատ կարևոր, մարդկանց կարծիքի նկատմամբ անտարբեր եմ։ Կա նաև աչառություն դնել մարդկանց մեջ։ Նրանից ումից որ ակնկալիքներ ունես, նրա կարծիքը կարևոր է քեզ համար։ Էսի արդեն արդարությունից չի խոսում։ Իհարկե, իսկ նրանից որ կախում չունես, ակնկալիքներ չունես, մեկը ինչ կարծիք ունի քո մասին։ Կամ մի հատ մարդ կարա քո ուրախությունը ձեռքիցդ խլի։ Ինչ արդարության, ինչ Աստծո արքայության մասին է խոսքը։ Կամ մի հատ մարդ, որին կարող ես չսիրել։ Ինչ արդարության, այսինքն ստեղ խախտվում է մի բան։ Գիտես մենք Այս այնքան կապված է իրար հետ, այնքան շահ կապված է իրար հետ։ Մենք պետք է հասկանանք, սա մեզ իմաստություն։ Տեսեք մի աղոթքի մի նոր ուրեմն վիճակ, աղոթքի մի նոր թեմա։ Տեր իմաստություն տուր, որ թե կարողանամ, գիտես հանճարա, ես նորից չեմ զլնանակ կնելու։ Դա իսկապես վարպետություն է, թե լինել հաճելի Աստծուն, ոչ մի կոմպրոմիսների չգնալ, արդարությունը մնում է արդարություն, վերջ, սերը մնում է սեր, վերջ, ուրախությունը մնում է ուրախություն, կապ չունի իրավիճակները, այսինքն ուրեմն միևնույն ժամանակ թե հաճելի լինել, ես նայեք մի քիչ առաջ ենք այս տողերը ուրեմն կարդացել ռադիոից առաջ, բայց հիմա ինչ գեղեցիկ հայտնություններ են բացվում այս Պողոս Առաքյալի գրածից, իսկապես հիանալի է։ Վերադառնալով այդ մտքին, որ կա սկզբունքային հարցեր, որ կոմպրոմիսի ենթակա չի։ Օրինակ, Հիսուսը մտավ տաճար եւ տաճարից դուրս արեց բոլոր վաշխառուներին, այնտեղ առևտրով զբաղվողներին, նրա համար մարդկանց կարծիքը այդ պահին կարևոր չէր, կարևոր էր Աստծո արդարությունը։ Ամեն։ Կամ մեկն եկավ ասեց Հիսուսին, գամ քո հետևից, բայց գնամ նախ մեռելս թաղեմ։ Հիսուսի պատասխանը, թող մեռելները թաղեն իրենց մեռելին։ Այսինքն սկզբունքային հարցը, անկախ նրանից մարդիկ ինչ կմտածեն, շրջապատը ինչ կմտածի, քո համար սկզբունքային առաջին հերթին Աստծո հետևել, կենթանի լինել դրանով եւ մեռելների համակարգից դուրս գալ, մեռելների հարթությունից դուրս գալ։ Այո։ Այսինքն կան հարցեր, որ սկզբունքային են։ Այդ հարցերում Աստծո կարծիքն է կարևոր, Աստծո գործն է կարևոր, Աստծո արդարությունն է կարևոր։ Բայց կան հարցեր, որոնք դու կարծես թե կոմպրոմիսի գնալով, գուցե կոմպրոմիս չի, այլ խորագիտությամբ կարողանում ես շահել մարդկանց, դա սիրիր մերձավորից սկզբունքն է, նրանց կարծիքը այս կամ այն բանի վերաբերյալ, Պողոս Առաքյալը այնքան համարձակություն ունի, որ ասում է, ես կարող եմ կռատանը կուրքի միս ուտել, չէ, ինչ համարձակ հայտարար, բայց
որպիսի որևէ մեկին չվնասեմ, Չի շատ լավ օրինակ էր դա գրիքը։ Հրաժարվում եմ այդ Շատ լավ օրինակ էր։ հաճույքից։ Չէ, Տիրոջ անունով օրհնում եմ, Տիրոջ անունով ուտում եմ։ Հենց սա է արդարությունը, այսինքն բաներ կա, որ չի արգելված, կարաս անես, բայց որպեսի մարդիկ գայթակղվեն, կամ Հիսուսը գայթակղության մասին էր խոսում, չէ՞, այս փոքրիկներից մեկին վայ նրանց որ կամ ասում վայ նրանց ովքեր գայթակղեցնում են, այսինքն հասարակության հետ եղած քո վերաբերմունքը, շրջապատիդ հետ եղած քո վերաբերմունքին հետ շատ ուշադիր Աստված։ Նայեք, երբ որ ասում ենք արդարություն, այս ամեն բառ արդարություն, խաղաղություն եւ ուրախություն իր մեջ մի ամբողջ իր յետևում կանգնած մի ամբողջ համակարգ է աշխատում։ Չէ, օրինակ կարճ կարանք ասենք, օրինակ ինչ է արդարություն կամ ինչպես է երևում արդարությունը հավատքի միջոցով, չէ, Աբրահամը հավատքով արդարացավ, այսինքն հավատքի յետևում արդարության յետևում կանգնած այդ հավատքը արդարությունը պիտի ամուր լինի, չէ, զորավոր լինի, դա հիմք է վստահություն, չէ, սրբություն, չէ, արդարության մեջ նաև այդ սրբության կատարելության այդ բանը պետք է երևա, փայլը, հա, Աստծուն նմանվելու սկզբունքայնություն, չէ, սա էլ է արդարության մեջ մտնում, խաղաղության մեջ ինչ կա, հանդարտություն, էլի հույս, վստահ լինելու այդ նորից այդ երբ որ դու վստահ ես քո վաղվա օրվա դա քեզ խաղաղ է պահում, հա, Տիրոջ զորությունը, Տիրոջ ներկայությունը, հա, Սուրբ Հոգու գործողությունը, պտուղները, վերջը, սերը ինչ է խոսում, սերը, նվիրվածություն, չէ, ամեն, էլ ինչ կարելի է մեջ բերել, հանձնվել, ապրել, զգալ նրան, վերջապես, եւ այս արքայության, այս կարևոր հատկանիշները մեզ տանում են դեպի նրան, մեզ ապահովում են, այս բառն է ուզում ասել, մեզ ապահովում են մեր կյանքը, ապահովում են Աստծուն հաճելի լինելու եւ մարդկանց գովելի լինելու այս երևույթը։ Սա է միայն որ կարա ապահովի։ Ուրիշ ոչ մի տարբերակ չկա, գիտես խորամանկության ճանապարհով, ծածկելու, քողարկելու, գիտես երբեմն շատ ենք սիրում, ասենք օրինակի համար մի բան ենք, մի գործողություն ենք արել, որ մարդկանց դուրը չի գալիս եւ փոխանակ որ անդրադառնանք, փոխանակ որ ապաշխարենք, հասկանանք որ մենք սխալ ենք, փորձում ենք հոգեվոր ձևով քողարկել այդ երևույթը, հա, դե հալածվում եմ, շատ ենք երբեմն այդպես բան, բայց ինչի ես Աստծո անունի համար ես հալածվում եմ, երբ որ մի քիչ խորանում ես, հասկանում ես սխալ ես արել, ճիշտ չէր քո այդ գործողությունը, որ դու արել ես, դու մաքուր չի, մի քողարկի, ապաշխարի, այդ ինձ է վերաբերվում։ Մեր հաղորդաշարը նպատակ ունի նաև մեր միտքը արտնացնել գործնական քրիստոնեության այս կամ այն երևույթի վրա, պրակտիկ, գործնական, հիմա այս թեման ինչ է մեզ տանում, ուր է տանում, իմ աշխատավայրում, իմ միջավայրում, իմ շրջապատում, ինձ շրջապատող մարդկանց կարծիքը իմ մասին, ինչպիսին է, որպես քրիստոնյա, որպես Տիրոջ զավակ, ունեն այդ կարծիքը իմ մասին, թե անլուրջ մարդ, խոսք տվող չանող մարդ, կյանքն ու խոսքերը չհամապատասխանող իրար, յուրաքանչյուրս աշխատում է ինչ-որ բնագավառում, շփվում է մարդկանց ինչ-որ խմբի հետ։ Գիտես համենայն դեպս մարդկանց տեսակ կա, որ իրանք իրանց խոսքի տերն են եւ դա երբեմն իրականում թեկուզ մարդկանց հաճելի չի, երբեմն ես հոգեվորի մասին չեմ, ընդհանրապես, բայց գիտես ինչ, իր հետևից ինչ են անում, համենայն դեպս ինքը խոսքի տերն է, ինքը ասում է թեկուզ մեզ սկզբունքային է, այսինքն սա գովելի խոսք էր,
Ես սիրո մասին եմ ուզում մի քանի բան ասել, սիրո յետևում թաքնված, սա շնորհքն է, չէ՞, ողորմությունն է, գտալն է, չէ՞, բարձրացնելն է, ապրեցնելն է, սա շնորհքի, սիրո, այսինքն պտուղներն են, տեսեք, ինչքան ով կարա չգովի, հա? Ոնց կարա չգովի այդ երևույթը, երբ որ դու անկախ նրանից թե դիմացի արչևիդ մարդը ով է, դիմացի անկախ նրանից, լավն է թե վատն է, բայց դու քանի որ ունես այդ սերը, կայուն սերը, եւ այդ սերը կախված չի քո զգացումներից, դա երկնքից իջած է, Սուրբ Հոգով, չէ՞, այստեղ հետաքրքիր է խոսում խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով, Հռոմեացիս 5-րդ գլխի մեջ, եւ Աստծո սերը կտարածվի ձեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, այսինքն Սուրբ Հոգուն երբ որ թույլ տանք այս երեք կարևոր գործողությունները հաստատ եւ գիտես մենք մեծ ուշադրությամբ պետքա հետևենք այս կարևոր հանգամանքին մեր կյանքում որ երևա, սա պտուղը, սա կյանքը եւ Սուրբ Հոգին անում այդ գործը եւ այդ սիրո հետևանքը մարդիկ կգովեն եւ սրանով կիմանան որ դուք իմ աշակերտներն եք եթե մեկս մեկ սիրեք, չէ՞։ Եվ շատ տեղեր կա։ Ուղղակի ժամանակի սղության պատճառով չենք կարդա, ուղղակի մտածում ենք, սիրելի բարեկամներ, մի անգամ էլ այդ համարը կարդա, խնդրում եմ, երկնքի արքայությունը, որովհետեւ Հռոմեացիս 14:12, որովհետեւ Աստծո արքայությունն ուտելիք եւ խմելիք չէ, այլ արդարություն եւ խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով է, որովհետեւ նա որ սրանցում Քրիստոսին ծառայում է, Աստծուն հաճելի է եւ մարդկանց գովելի։ Այսօր մեր շեշտը հենց սրա վրա ենք դրել, լինել Աստծուն հաճելի, միևնույն ժամանակ եւ մարդկանց գովելի։ Սա մարդը առանց Սուրբ Հոգու չի կարող անել։ Սա գերբնական երևույթ է։ Աշխարհը չի հասկանում։ Մենք շատ հաճախ առաջի մասին ուշադրություն ենք դարձնում, երկրորդ մասին ուշադրություն։ Այսօր զգացիր խոսալուց դու հիմնականում դրա հետևանքային կապն էիր բանանում։ Ես միայն երկրորդ մասի վրա եի կենտրոնացել մարդկանց հաճելի, մարդկանցից գովելի, բայց այդ երկուսն էլ թրջունի թևերի պես են։ Աստծուն հաճելի, մարդկանց գովելի, որ կարող ես ներդաշնակ, թռնել, ճախրել, ազատություն կա սրա մեջ։ Գրիգոր, հարկ տիրոջը։ Հոգևոր ազատություն, հալելույա։ Վերևի այդ խոսակցությունը գնում էր ուտել չուտելի, կարելի չի կարելի։ Այո, երբ որ շեշտը դնում ես ուտել չուտելու վրա, տնտեսական, կենցաղային հարցերի վրա, դու չես կարող այդ բալանսը պաշտպանել։ Ո՞ս այդ բոլորը մի կողմ է գցում, Աստծո արքայությունը ուտելիք, խմելիք չի։ Նույն ձևով կարող էր ասել հագնելիք, կարելի չի, կարելի չի։ Տես աղոթքի մակարդակների մասին եմ ուզում նաև հիշեցնել։ Երբ որ մեր աղոթքի մակարդակը ուտելիք ու խմելիքն է, որտեղ մարդու ամբողջ կյանքի պայքարը է դա, ուտելիք, խմելիք, հագնելիք, դրսևորվելիք։ Չէ, այստեղ հարցը նրանում է, որ հենց ապաշխարում ես առաջին հարցը ինչ անեմ, սա կարելի է, սա չի կարելի, սա կարելի է, սա չի կարելի, սա ուտեմ, սա չուտեմ։ Այդ հարցը էլ կա, դա էլ ներառենք դրա մեջ։ Թլպատվել թե չթլպատվել, հա։ Մեր աղոթքը, չէ, բացի դա Գրիգոր ջան, մեր ակնկալիքները, երբ որ ապաշխարում ենք, շատ ավելի տնտեսական կենցաղային բան է, սա էլ է շեշտում Պողոս Առաքյալը, բայց երբ որ դու հասունանում ես, դու հասկանում ես, որ այդ կենցաղայինից ավելի բարձր խնդիր կա, Աստծո արքայությունը ունենալ, հասնել դրան, սա ուրիշ ոլորտի մեջ է տանում քեզ, սա ուրիշ հարց է լուծում քո կյանքում, քո վերաբերմունքը Աստծո հետ եւ վերաբերմունքդ մարդկանց հետ, ստեղ նաեւ Աստծո վերաբերմունքն է խոսում քո եւ մարդկանց, գիտես, հետաքրքիր է, երկու տեսակ վերաբերմունք կա, քո վերաբերմունքը Աստծո եւ մարդկանց եւ Աստծո վերաբերմունքը քո եւ մարդկանց վերաբերմունքը քո հանդեպ։ Այս կոնտեքստի մեջ ինքը խոսում է Աստծո վերաբերմունքը, Աստծուն հաճելի է դա եւ մարդկանց վերաբերմունքը, մարդիկ գովում են դա։ Իսկ սա ունենալը իսկապես հանճար է, նորից եմ կրկնում։ Սա է սիրելի բարեկամներ այսօրվա մեր թեման, մենք նամակ ունենք, մինչև աղոթելը փորձենք կարդալ, մեզ գրել է ուրեմն Սարգիս
եղբայրը։ Սիրելի իմ եղբայրերս, ողջունում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն ժամանակ գոհանում եմ Տիրոջից, որ ամեն առավոտյան Տերը տվել է մեզ հնարավորություն, որ ամեն առավոտ մեր տանը կամ աշխատանքի վայրում միանանք ձեզ եւ մեր օր սկսենք Տիրոջ խոսքով։ Սիրելի իմ եղբայրներս, այսօր ուզում եմ Տիրոջիցս գոհանամ ձեր համար, նրա համար, ինչը որ դրել եք մեզ համար։ Այո, որ ամեն առավոտ ձեր կարևորությունը տվել եք խոսքով, բաժնեկցեք մեզ հետ։ Տերը օրհնի ձեզ շատ, եղբայրներս, ավելիով իմաստություն եւ շնորհ տա ձեզ, որ մենք ամեն ժամանակ ձեր բաժնեկցած խոսքով մենք ինքնակննման եւ ինքնազնմամբ զբաղվենք, ինչ լավ բառեր էր, եւ սկսենք մեր մեջ այն ինչը որ հաճելի չէ Տիրոջ առաջ, շտկենք մեր մեջ այն ինչը որ հաճելի չէ Տիրոջ առաջ, եւ ասեմ եղբայրներս, դուք դա կարողանում եք հոգու առաջնորդությամբ անեք, Տերը օրհնի ձեզ շատ, ձեր եղբայր Սարգիս, շնորհակալ եմ Սարգիս եղբայր, ամեն, Տերը օրհնի ձեզ, իսկապես սա Աստծո շնորհքն է, սրա մեջ ոչ մի մասը բաժին չեմ ուզի ներդնել մարդկային տեսանկյունով, մարդկորեն, մենք կարիք ունենք իսկապես Սուրբ Հոգին, որ վերցնի մեզ եւ էլ ավելի այնպես մաքրի, որ մեզանից ոչ մի բան չմնա, ամբողջովին ինքը տիրի Հիսուսի անունով։ Սիրելի քուրեր, եղբայրներ, սիրում ենք ձեզ շատ, կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Ասեմ, որ շուտով մեր կայքի մեջ տեղադրելու ենք այս առավոտվա եթերը, աուդիո տարբերակը, որպեսզի նրանք, ովքեր ուշ են միացել կամ չեն հասցրել լսել, կարողանան հետո լսել, բայց գիտեք, կուզեի սա ասել, շատ ավելի լավ կլինի, եթե հենց անմիջապես դուք ուղիղ եթերին առավոտյան ժամը 9-ին սկսեք մեզ հետ, սա շատ ավելի լավ կլինի։ Գիտես, ինչ մտավախություն ունեմ, մտածում որ շատերը կասեն, դե կրկնությունը լինելու է, մի քիչ է քնեմ։ Բայց սրա նպատակը դա չի, որ ինչ-որ բան ասենք, որ լսենք, այլ սկսենք մեր օրը, առավոտը սկսենք Տիրոջով, սա է մեր նպատակը, խորելով, աղոթքով, հանձնել օրը Տիրոջ ձեռքերի մեջ։ Մենք սիրում ենք ձեզ շատ, կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին, Մարանաթա, Տերը շուտով գալու է։ ամեն